Բարև ձեզ, սա Top տեսն է, որ շաբաթվա կարևոր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք ձեզ կպատմենք առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության։ Շաբաթվա սկանդալն ուղիղ եթերում Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, նյարդայնացել էր ելք դաշինքին վերաբերող հարցերից։ Նա կիսատ է թողել զրույցն ու ցանկացել է լքել տաղավարը։ Խոստումից հետո միայն որ այլևս նման հարցեր չեն հնչի, Փոստանջյանը շարունակել է զրույցը։ Ներես, չեմ գնում եմ, ես չեմ եկել, ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տա։ Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ ես թողնում գնամ։ Չէ, ես գնում եմ։ Փաշինյանից չանցանք, նորից ենք անում ուրեմն։ Նորից սկսվում ենք։ Փաշինյանից вообще ելքից է հարց չտաս вообще։ Նշենք, որ հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին մեղադրել է էթիկայի կանոնները խախտելու եւ ոչ պրոֆեսիոնալիզմի համար։ Որովհետեւ եթե նույն հարցը նույն աղբան մեջ մի քանի անգամ տալիս ես, դա արդեն եւ էթիկայի խախտում է եւ նաեւ ոչ պրոֆեսիոնալիզմ։ Շաբաթվա պարզաբանումը մշակույթի նախարարն անդրադարձել է քարանձավները վարձով տալուն եւ այդպիսով զբոսաշրջությունը զարգացնելու նախաձեռնությանը, որը շատերի կողմից քննադատության էր արժանացել։ Մենք արձանագրել ենք, որ մարդիկ գումար են վերցնում, որ զբոսաշրջիկներն այնտեղ մտնեն։ Թույլ տանք, որ ապօրինի գումարային շրջանառություն լինի, այսպես է արդարացրել իր որոշումն Արմեն Ամիրյանը։ Գումար են մարդիկ վերցնում, որպեսզի զբոսաշրջիկները ներս մտնեն։ Ո՞վ է վերահսկում դա։ Ոչ մեկ։ Շաբաթվա ողջագուրումը նախկինների կողմից Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ջանգիրյանը հանդիպել են Կոմիտասի անվան Պանթեոնում։ Քաղաքական ողջ գործունեության ընթացքում տարբեր ճամբարներում հանդես եկած նախկին վարչապետն ու զինդատախազը ջերմ ողջունել են միմյանց ու խորհուրդ տվել չսրտնեղել։ Եվ հենց այստեղ էլ շաբաթվա գնահատականը Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքին ընդգծել է, որ դրական փոփոխություններ է նկատում։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքում նոր ձևավորվող կառավարությունը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի նպաստի Հայաստանի զարգացմանը։ Ստացվում է, որ խնդիրը ձեր մեջ էր, եթե դուք նկատում եք այդ դրական։ Հանրությունը չի նկատում փոփոխություն։ Շաբաթվա տուգանքը հասավ Հենրիխ Մխիթարյանին։ Նա Մանչեսթերի կենտրոնում կանգնեցրել է իր ավտոմեքենան անոթ Էվանին օգնելու համար, իսկ նախքան դա Հենրիխ Մխիթարյանը սելֆի է արել երիտասարդ երկրպագուի հետ։ Բրիտանական պարբերականները նկատել են, որ այս բարի քայլի համար Մխիթարյանը կտուգանվի 60 ֆունտ ստերլինգով ավտոմեքենան չթույլատրված տեղում կայանելու համար։ Շաբաթվա համաձայնագիրը Կրթության և գիտության նախարարության եւ Հայաստանի պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Համաձայնագիրը կնքվել է ձեռնարկատիրական կրթությունը մեր երկրի հանրակրթության բնագավառում ինտեգրելու համար։ Նշենք, որ ձեռնարկատիրական կրթության կարևորության մասին ներկայումս խոսվում է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ բազմաթիվ միջազգային կառույցների կողմից։ Շաբաթվա ընթերցանությունը Հայաստանի 5 ամերիկյան անկյունները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում եւ Չարենցավանում, միանալով Հայաստանի ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին, կազմակերպել են Մարկ Տվենի Թոմ Սոյերի արկածները դասական վեպի մարաթոնյան ընթերցանություն, որին մասնակցում էին մարդիկ մեր երկրի բոլոր ծայրերից։ Մարկ Տվենի պատմությունը ամերիկյան երազանքի պատմությունն է։ Սկսելով շատ քչից նա դարձավ աշխարհահռչակ գրող, ում ստեղծագործությունները սիրված են ու ընթերցվում են ողջ աշխարհում, ասել է դեսպան Միլսը։ Շաբաթվա հայանպաստ հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածուները իրար հերթ չտալով հաճոյանում են հայերին։ Նրանք թե ցեղասպանության եւ թե Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկալի ու հայանպաստ հայտարարություններով են հանդես գալիս։ Մասնավորապես Ղարաբաղյան խնդրի հարցով Մարին Լեպենը հայտարարել է, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, իսկ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսուଆ Ֆիոնը Արցախն անվանել է Ադրբեջանին նվիրված հայկական տարածք։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր լուսագրերով ու առանց մեկնաբանության։ Վերում եք նախկին տաներին ինչ ենք արել ու ապացուցում եք, որ ճիշտ ենք անում։ Ճիշտը չգիտեմ, պարոն վարչապետ, բայց եթե չգիտեք, ինչ եք շարունակում։ Բայց որ այս իրավիճակում դա նպատակահարմար է, դա հաստատ է։ Շատ հետաքրքիր պատասխան էր։ Ասма ճիշտը չգիտեմ, բայց որ պետքա, պետքա։ Մի ճպցրեք էլի, չի սարդում։ Որ նախագահն է մեղավոր,
ոչ վարչապետը եւ ոչ էլ իր աշխատակազմը։ Ես ինքս ներկա եմ եղել, որ պանրաջուրը դրած, խմորիրա քսում, խաչապուրիա թխում եւ 200 դրամով վաճառում է։ Դրա համար ասում են, լավ է խիղճը, քան հսկիչը։ Ինչ են ուզում են բոլորը դառնան մուրացկաններ։ Թողնենք գնանք ամերիկաներից մեծ խոսենք, հայրենասեր խաղանք, դա են ուզում։ Թող լինեն ձեր մոլերը, այդ մոլերից ովքեր են օգտվում։ Ձեր աղջիկները, կանայք սիրուհիները, բավականն է էլի, թողեք ապրենք։ Պարոն նախարար, բա որ հանգարց իրան դատեցին։ Իրան չեն դատի, այդ տղայից դատի։ Մի րոպե կներեք, ինքը չի դատվի, ինքը փողերը փակել է, կային է, արա ասին գեղձենք, այդքան էլ բռի չենք։ Պարոն նախարար, իսկ որպես բարձր պաշտոնի ղեկավար, հարց լուծող, շրջապատի կռուգի մարդ, չեք կարում այդ ճշտեք դրանով բերես գցեց մեր ջանին։ Դրա համար տվել եմ դատախազում, ոնց որ դու չես կարող ծեծես, ես չեմ կարող։ Ծեծելով, եթե հարց լուծի մեյումը զարկեմ կմեռնի նախարար, ծեծելով էդի, ծեծելու վախտն ընծավ։ Ինչ եք պատրաստվում անել, եթե իսկապես թողնեք նախարարի պորտֆելը։ Շարունակեք այն, ինչ անում եք նախ։ Այո, երկի։ Ձեզ համար տխուր ողբերգական չի լինի պաշտպանության։ Աբսոլյուտն։ Շաբաթվա գնահատականը կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից էր։ Լևոն Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ երբ տնօրենների մեծ մասը նույն կուսակցության անդամ է, դա նրանց որակի մասին է խոսում։ Նախարարը նաեւ ասել է, որ հիշում է դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր։ Շաբաթվա համայնքային լուրը նոր երաժշտական գործիքներ են հանձնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական դպրոցներին։ Կրթօջախներին հանձնվել է փողային, լարային եւ հարվածային 176 նոր գործիք, այդ թվում ազգային նվագարաններ։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում նորոգվել են երաժշտական ու արվեստի դպրոցները, ինչպես նաեւ մշակութային մյուս կրթօջախները։ Շաբաթվա անվանակոչումը Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչելու են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։ Որոշումը միաձայն քվեարկել է Երևանի ավագանու կրթության հանձնաժողովը։ Շաբաթվա նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանից։ Բարի գալուստ Երևան տեսանյութերի շարքը ներկայացնում է մեր մայրաքաղաքի մասին հյուրերի գնահատականը։ Առաջին կարծիքը հայտնել են Աթենքից ժամանած մեր հայրենակիցները։ Շաբաթվա զարմանքը ստացվեց Արտիկի ղեկավար Մխիթար Վարագյանի կողմից։ Վերջինս քաղաքի թիվ 4 դպրոցի միավորումը այլ կրթական հաստատությանը եւ շենքը Սփյուռքահայ ներդրող Վարդան Սրմաքեշին հանձնումը դիտարկում է մարզի հնգամյա զարգացման ծրագրերի տիրույթում։ Սա արձանագրելով Անահիտ Բախշյանը հարց է ուղղել, թե Սփյուռքահայ գործարանն ինչու է ոտնահարում Արտիկի երեխաների իրավունքները եւ Շվեյցարիայում նրա մտքով արդյոք կանցներ տեքստիլ գործարանի համար դպրոցի շենք սեփականաշնորհել։ Շաբաթվա առաջընթացը հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը տևում է 3-ից 5 րոպե, նախկին 10-ից 15 րոպեի փոխարեն։ Իսկ մեկ բեռնատարի զննումն իրականացվում է 10-ից 12 րոպեի ընթացքում, նախկին 20-ից 25 րոպեի փոխարեն։ Այս մասին տեղի չինովնիկները զեկուցել են ՊԵԿ նախագահին։ Շաբաթվա առաջարկը մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է բողոքի նամակներ ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։ Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ ղեկավարի պաշտոնին ներկայացվել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչ, ներկայումս Ռուսաստանում դեսպան Փոլադ Բյուլբուլօղլին, ապա մի շարք հայաստանյան կազմակերպություններ բողոքի նամակ են ուղարկել։ Ազդեցությունը ուժեղացնելու համար պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին եւ տարբեր երկրների գրասենյակներին ռմբակոծել նամակներով, գրել է Սամվել Մարտիրոսյանը։ Շաբաթվա սկանդալն օդում Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից դեպի Երևան ուղևորվող ինքնաթիռի անձնակազմը բոյկոտել է թռիչքը։ Սկանդալային հայ տղամարդը չի ցանկացել էկոնոմ կարգով թռչել եւ բիզնես կարգ է տեղափոխվել։ Նրան նկատողություն են արել, ինչինի պատասխան հայը հայհոյել է օդանավի անձնակազմին։ Բազմաթիվ վիրավորանքներից հայհոյանքից եւ սպառնալիքից հետո անձնակազմը պարզապես որոշել է չիրականացնել չվերթը եւ հեռանալ օդանավից։ Շաբաթվա վարկանիշը նախաեվրատեսիլյան քվեարկության արդյունքներով պարզ է դարձել, որ հայ երկրպագուն ամենից շատ հավանել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի Ռեկվիեմ երգը։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հայաստանյան քվեարկության արդյունքում ստացված տասնյակում տեղ է գտել նաև Ադրբեջանի ներկայացուցիչը։ Շաբաթվա անոնսը համացանցում է հայտնվել ռեժիսոր Թերի Ջոնսի հայոց ցեղասպանության մասին պատմող Խոստումը ֆիլմի հայերեն թրեյլերը։ Հիշեցնենք, որ Խոստումը ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 21-ին։ Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզենդը, Շերը, Քիմ Քարդաշյանը, Սիլվեսթր Ստալոնեն եւ ուրիշներ։
Շաբաթվա բացահայտումը ամերիկյան հեղափոխության ժամանակ գեներալ Վաշինգտոնի իր բանակին տված հրամաններում մի քանի անգամ օգտագործվում է Արմենիա բառը որպես գաղտնաբառ։ Այս մասին գրեց միջազգային agent Սուրեն Սարգսյանն ու տեղեկացրեց, որ դեռ չի պարզել, թե ինչպես է ընտրվել այդ բառը որպես գաղտնաբառ եւ ինչ սկզբունքով է կիրառվել։ Եվ կրկին շաբաթվա ուշագրավ մտքերից ու դեպքերից, որոնք Top 10-ը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Հավաքը նախապես սահմանափակելու իրավունքով ոստիկանության մոտ չուներ այդ իրավունքը ոստիկանությունը, որովհետև եթե առաջնորդվում էր այդ իրավունքով, ապա պետք է ի սկզբանե ենթադրել, որ ընդհանրապես սահմանափակելու լիազորությունը այստեղ բացակայում էր։ Ուզում եմ ասել, դուք ասեցիք, որ դպրոցի տնօրենների երևույթը բանա մերժելի է եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահները։ Իրավապահները ինչպես տեսակ չզբաղվեցին, ոչ մի մեղավոր այդպես էլ չգտնվեց։ Հիմա դուք, չէ՞ որ դուք դատապարտում եք այդ երևույթը։ Դուք այս ընտրությունները արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության եւ պետականաշինության գործում։ Մենք շատ առաջ գնում ենք դեպի միակուսակցական համակարգ։ Չեմ թաքցնում, ցավ եմ ապրում, որ այդ բեմադրությանը մասնակցում են եւ Գդաշենկը եւ Զարան Ոստանջյանը։ Ալեն, իշխանությունը լեգիտիմ է թե ոչ նոր։ Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում այս պարագայում լեգիտիմ է։ Լեգիտիմ է։ Այսինքն մենք ունենք լեգիտիմ իշխանություն։ Դուք պատկերացնում եք մասսայական խախտումներ են եղել։ Ուր են այդ մասսայական խախտումները։ Պետրոս, գիտես, դու հիմա ես իշխանության նման ես ասում, ասում բռնել եք։ Չէ, ուրեմն գող չէ, բաժանվել է փող, վարչական ռեսուրսը։ Ես եմ քեզ հյուրեք եմ, դու ես քիրեք եմ։ Կարող ես գնալ, եթե դու չի գալի։ Այդ ընտրությունները հոնա, այդ չի բրցել է։ Ինչ եք, դուք բանեք տենեմ, թե պանդիտակ ասեք ես էլ իմանամ։ Ընտրությունների արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եք։ Լիշնի մոտ շատ արդար մաքուրալ է, թե ում ոնց է իրան տեսել, չգիտեմ։ Այն բանի գայդա 100 ձևի քննեցին։ Ձեզ դուր չի եկել այսինքն։ Շատ լավ դուր է եկել։ Ես դուր բառ մատնա շարոց, հարա, վեց մարդ ես։ Լավ ուզնիկ աշխատես, որ հանգարց լրատվությունը թողաս։ Շաբաթվա հուզիչ կատարումը ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված մոր երգը զինվորին կատարումը Նարեկ Գևորգյանի մատուցմամբ դարձել էր համացանցի հիթ։ Նարեն չէր կարողացել թաքցնել իր հուզմունքը եւ արտասվել էր երգի ժամանակ։ Ավելի ուշ Ասեկոսայեմի հետ զրույցում Նարեն պարզաբանել էր, որ երգի հերոսն իր հետ որևէ կապ չունի, սակայն 2016-ի ապրիլյան դեպքերը, ինչպես բոլորին իրեն էլ ցավ են պատճառել, դրա համար էլ հուզմունքն անթաքույց է եղել։ Շաբաթվա տարեդարձը Մոսկվայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում Սաֆիսայում իր 60-ամյա հոբելյանն է նշել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ բարձրաստիճան եւ աստղային հյուրերի պակաս այդ երեկո չի գրանցվել։ Ամենայուրօրինակ շնորհավորանքը հնչել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի շուրթերից։ Նա մաղթել է, որպեսզի Արա Աբրահամյանը վերջապես ռուսերեն սովորի։ Եվ հենց այստեղ էր շաբաթվա հայերեն երգող օտարը։ Արա Աբրահամյանի 60-ամյակը շնորհավորելու էին գնացել նաև հայկական եւ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ Թաթա Սիմոնյանը, Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսը, Նիկոլայ Բասկովը։ Հիշվել է հատկապես վերջինիս կատարումը, ով հայերենով ներկայացրել է Սիրո ամառ երգը։ Իսկ շաբաթվա պարը կրկին նույն միջոցառումից էր։ Պարում էին 3 նախագահները՝ Հայաստանի, Արցախի եւ օրվա հերոսը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Շաբաթվա խմբակային երգը Միհրան Ծառուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Սարգիս Ավետիսյանի, Գուրգեն Դաբաղյանի եւ մի շարք այլ հայտնիների կողմից էր։ Վերջիններս մեկնել էին համերգային շրջագայության եւ գնացքով շրջում էին Ռուսաստանի տարբեր շրջաններով ու ներկայացնում հայ երգը։ Սարգիս Ավետիսյանն իր Facebook-յան էջում մի հոլովակ էր հրապարակել, որում Եկատերինբուրգ ուղևորվող գնացքում տղաները երգում են Գուսան հայկազունի «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ» երգը։
Շաբաթվա ամուսնության լուրը հեռուստահաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչիոյի հետ և պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ մշտական բնակության։ Նշենք, որ ժամանակին Ջիանի Օնչոն Ալեք Մանուկյան փողոցում ուներ սեփական երաժշտական Ջիանի ակումբ, սակայն այնտեղ տեղի ունեցած սկանդալային պատմությունից հետո, որի ժամանակ կրակոցներ էին հնչել, Օնչոն տեղափոխվել էր ԱՄՆ։ Շաբաթվա բաղադրատ Տոմսը ինչպես պատրաստել ստերլետի ձկան սուկին ջեռոցում։ Շարունակում են կարճ և պարբերաբար ներկայացնել Քիչուբն ու Ասեկոսեյեմը, իսկ ավելի մանրամասն ինչպես այս, այնպես էլ մյուս բաղադրատ Տոմսերի մասին կարող եք ծանոթանալ Քիչուբի յութուբյան էջում։ Շաբաթվա շոու բիզնեսյան լուրը դերասանուհի Անժելա Սարգսյանը տևական ժամանակ է ինչ դստեր հետ Լոս Անջելեսում է։ Թե որն է Անժելայի նահանգներում բնակվելու իրական պատճառը, դերասանուհին դեռևս չի մեկնաբանել, սակայն ըստ ասեկոսեների Անժելան այլևս չի վերադառնալու Հայաստան։ Ավելին, մեկնելով ԱՄՆ, դերասանուհին այնտեղ ապրելու համար ապաստան է խնդրել համապատասխան մարմիններից։ Նշենք, որ տարբեր պատճառաբանություններով ԱՄՆ-ում արդեն ապաստան են խնդրել հայկական շոու բիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։ Շաբաթվա զավեշտը հայ երիտասարդների խայտարակ պատասխանները, որն է ձեր սիրելի հայ գրողը հարցին։ Տեսանյութը զարմացրել ու զայրացրել է շատերին։ Դիտենք հատված։ Какой ваш любимый армянский писатель? Онес Туманян. Алфавит. Подождите. Ну хорошо, давайте пусть будет Хованес Туманян. А что он писал? Боже мой, вы взрываете мой мозг. Нет, это позор, конечно. Եվ շաբաթվա մշակութային ազդագիրը նավավարակումում առաջիկայում լինելու է Վահագն Մարգարյանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացվելու են խճանկարներ, երևանյան էտյուդներ, գարնանային ոգով ու նշանչանքով գեղանկարներ։ Իսկ Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարանում հյուրընկալվելու են Արևիկ Գրիգորյանի գրաֆիկական աշխատանքները։ Դրանք նրա անձնական մտորումներ են, արտաբերված որպես պատկերներ։ Նշեմ, որ երկուսն էլ գտնվում են նույն հասցեում՝ Արամի 42 կոտորակ 1։ Սա թոփ տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի և մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից կներկայացնենք հաջորդ կիրակի։ Ես Անի Հարությունյանն եմ, կհանդիպենք։